Թիվ 94 մանկապարտեզի տնօրենը ծնողների բողոքի ակցիայից մի քանի ժամ անց վերջապես դուրս եկավ սենյակից, այս անգամ ավելի երկար պարզաբանումներով։ Իրավիճակներ են եղել մանկապարտեզում, որոնք չեն բխել մանկավարժական կանոններից, անդրադարձներ են եղել այդ մանկավարժական ոչ ճիշտ պահվածքներին եւ այո, եղել են իրավիճակներ, երբ աշխատակիցներին ասվել է, որ այսինչ բան այսպես չպիտի լինի կամ պետք է կարգավորել եւ համակարգել մեր աշխատանքը, որը կարծում եմ մեր բնականon աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ծնողների մեղադրանքները, թե անհարգալից վերաբերմունք է եղել դաստիարակների նկատմամբ, կտրուկ հերքում է տնօրենը։ Այդ դեպքում ինչու են 10 դաստիարակները միաժամանակ հեռացման դիմում գրել։ Թե ինչպիսի խմորումներ են եղել եւ ինչն է պատճառ հանդիսացել, միանշանակ այլ անձանց փոխարեն պատասխան տալ չեմ կարող եւ չեմ կարող մեկնաբանել, թե ծնողները ինչու են այդպիսի եզրակացություններ արել։ Բայց ծնողները վճռականորեն են տրամադրված, պնդում են, եղել է անհարգալից վերաբերմունք դաստիարակների նկատմամբ եւ երեխաներին չեն կարող վստահել այսպիսի հաստատությանը, նույնիսկ հետաքննությունն են պահանջում։ Օրենքից դուրս ոչ մի բան չենք ուզում անել, ամեն ինչ օրենքով, մենք ծնողներով դրսի մարդիկ ենք, այսպես ասած, ինչ որ գիտենք, դուք արդեն հետաքննություն անցկացրեք, տեսեք ինչ է կատարվում, որ այս մեր խեղճ դաստիարակները ամեն առավոտ գալիս ենք, լացում են, ասում ենք ինչ ա եղել, ոչ մի բան։ Հնարավոր է բոլոր աշխատակիցները առավոտը լացելով աշխատեն, ու մենք չիմանանք ինչի, վախենում են իրենք բարձրաձայնեն։ Բայց ծնողներով մենք որոշել ենք հետ չենք կանգնելու արդեն։ Ծնողները դժգոհ են ոչ միայն դաստիարակների հանդեպ վերաբերմունքից, այլ նաև կատարվող աշխատանքներից։ Մենք այդ աշխատանքները չենք տենում։ Ոչ հանդես, ոչ առօրյա իրանց երեխաները ապլիկացիա էին անում, զարգացնող ինչ-որ բաներ էին անում, իսկ հիմա ոչ մի բան։ Աթոռապաշտ, իր աթոռը ասում է յուրաքանչյուրիցդ ավելի լավն է եւ թանկարժ, ինչ-որ այդպիսի արտահայտություն է արել։ Հակառակ բոլոր պնդումների տնօրենը շարունակում է վստահեցնել, որ իրենք ամեն ինչ հավուր պատշաճի կատարել են։ Բարից վերաբերմունք իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ աշխատակիցների անձի նկատմամբ չի եղել, ասեմ ավելին, որ աշխատակիցները բազմիցս իրենք են տվել բացատրություններ ու խոսել հետևյալ կերպ, որ ինչ լավ է հանգիստ աշխատում ենք։ 190 ծնող համատեղ նամակով դիմել է քաղաքապետարան, ԿԳՄՍ եւ այլ կառույցների։ Տնօրենն ասաց, որ այդ մասին տեղյակ չէ, իսկ շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ, դեռ հստակ չէ։ Աշխատակիցները բարեկիրթ եւ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ինչպես այս պահին ես իմ աշխատանքը։ Հարցազրույցից րոպեներ առաջ նրա սենյակում էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Մեր հարցերին, սակայն, նրանք չպատասխանեցին։ Մամուլի ծառայությունից էլ հորդորեցին սպասել պարզաբանումների։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։